Չինական Manus ընկերությունը ստեղծել է մի նոր արհեստական բանականություն, որը աշխատում է ինքնուրույն, առանց մարդու միջամտության։ Այս նոր մոդելի արհեստական բանականությունը կարող է միաժամանակ վարել ավելի քան 50 սոցիալական կայքեր։ Այս մասին գրում է Forbes-ը։ Գիտնականները հայտնաբերել են, որ Diplophthera punctata տեսակի ուտիճը արտադրում է սննդարար կաթ, որը 3 անգամ ավելի օգտակար է, քան կովի կաթը։ Այս մասին գրում է Times of India-ն։ Ռուսաստանում տղամարդը սիրելիին նվիրել է իսկական ձի մարտի 8-ի առթիվ։ Հարևանները շոկի մեջ էին, երբ շփոթմունքում էր հայտնվել կենդանի ձին, գրում են Newsmail-ը։ ԱՄՆ-ում Սպիտակ տանը կայացել է հատուկ կրիպտո գագաթնաժողով նվիրված բիթքոյնին։ Թրամփը հայտարարել է, որ բիթքոյնը ունի մեծ ապագա եւ անվանել է այն թվային ոսկի, գրում է Reuters-ը։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ազատ է արձակվել բանտից։ Յուն Սոկ Յոլը ազատ է արձակվել Սեուլի կալանավայրից այն բանից հետո, երբ նրա ձերբակալման հրամանը հանվել է։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է պետական կայքերում եւ փաստաթղթերում չօգտագործել որոշ բառեր, ինչպիսիք են ներառականություն, գենդեր, ռասա, ակտիվիզմ եւ LGBT, գրում է The New York Times-ը։ Netflix-ը հայտարարել է, որ սիրված սերիալի Օստրոյեկազիրկի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կթողարկվի, գրում է Deadline-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ամերիկյան բանակի արխիվներից հեռացրել է շուրջ 26000 լուսանկար, որոնցում պատկերված են կանայք, համասարամոլներ եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Բրիտանական The Independent ամսագիրը հրապարակել է աշխարհի 50 ամենաազդեցիկ կանանց ցանկը։ Այդ ցուցակում է ընդգրկվել նաև Յուլիա Նավալնին, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կինը, գրում է The Independent-ը։ Լոնդոնում տղամարդը Պաղեստինի դրոշով բարձրացրել է Big Ben եւ բղավել ազատ Պաղեստին։ Այս մասին գրում է Reuters-ը։ Հնդկաստանից 18-ամյա Լալիթ Պատրիադը ճանաչվել է աշխարհի ամենամազոտ տղամարդը։ Այս մասին գրում է The New York Post-ը։ Բալենսիագան եւ Պուման համատեղ թողարկում են ճմրթված պայուսակ եւ մաշված սպորտային կոշիկներ։ Այս մասին գրում է High Snowbeat-ին։ Լոնդոնյան մոնիտորինգի կենտրոնը պնդում է, որ Սիրիայում բռնությունների հետևանքով կարող է զոհվել ավելի քան 700 խաղաղ բնակիչ, գրում է BBC-ն։ ԱՄՆ-ն մերժել է Կանադայի առաջարկը ստեղծել հատուկ խումբ, որը կհետևի ռուսական ստվերային նավատորմին, որոնք շրջանցում են արևմուտքի սահմանած պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։